Ինչ անելու ենք օրենքի սահմաններում, մենք անելու օրենքից դուրս ոչ մի բան չենք անելու, մենք էլ ենք այս երկրի քաղաքացին, մենք էլ չենք ուզում, որ օրենքից դուրս լինի, հա պետությունը մեր կողքը կանգնեց 30%-ը մեզ թողեց, մնացածը ինքը սուբսիդավորեց, բայց եկեք հասկանանք, որ այդ 30%-ը այսօրվա եթե նվազագույն աշխատավարձով կամ հայկականի տնտեսական զարգացածությամբ եթե նայում ենք, այդ 30%-ը ահռելի մեծ գումար է կազմում։ Եթե հաշվարկում ենք կոպիտ սենց ասեմ ավտոյի մեքենայի արժեքը, շուկայական արժեքը Վրաստանում արժի $4000, Հայաստանում արժի $6000, Հայաստանում դրա մաքսային արժեքը, որը հաշվարկվում է ԵԱՏՄ-ի մաքսային արժեքներով, կազմում է մոտ 6 միլիոն դրամ։ Իսկ դրա 30%-ը գումարած բնապահպանական հարկը գալիս է անցնում է 2 միլիոնը, որը հավասարազոր է այսօր $5000+ այսինքն եթե մենք ուզենայինք մեքենան առնեինք ստեղ, կազմելու էր դրանից էժան կամ համարժեքը։ Այսինքն ժամանակին եթե մենք մեքենայի խնդիր ունենք, որ անձնական շահագործման համար օգտագործեինք, Հայաստանում չկարեցանք գնենք այն զուտ այն պատճառով, որ Հայաստանում շուկայական արժեքները բարձրացավ, հասավ մեքենաների, չգիտեմ, աստղաբաշխական թվերի կամ պիտի առնեինք սովետական, ռուսական արտադրության մեքենաներ, որը եկեք, եթե քաղաքացիների շահերի կողմ ենք խոսում, այսինքն եթե սովետական առնեմ, իմ անվտանգությունը դրանից ավելի շատ է տուժելու, որովհետև գիտենք սովետականը ինչ մեքենա է, ինչ խնդիրներ կառաջացրի մի թեթև վթարի ժամանակ, ոչ միայն իմ, այլ մնացած քաղաքացիների համար։ Մեր պահանջը կոնկրետ ներկայացնում ենք, մենք դիմում, որի մեջ ներառված է 10% գոնե, մենք պատրաստ ենք վճարելու 10% տվյալ մաքսային արժեքի, որը իրանք հաշվարկել են 30%, որի մեջ ներառված կլինի նաև բնապահպանական հարկը, հա մեզ էլ հաճելի չի, որ մենք քշում ենք 5 թիվ եւ բենզինային կամ դիզելային մեքենաներ, ավելի լավ կլներ քշեինք էլեկտրական մեքենաներ, որ բնությանը ընդհանրապես վնաս չտայինք։ Դա ցանկալի կլներ սաղից, եթե հարցնենք, դա սաղից գումարած դրան մեզ տրված է ժամկետ մինչև ամանոր, այսինքն մինչև տարվա վերջ, այսինքն մենք ունենք ընդ 25 օր ժամանակ, 25 օրվա ժամանակում այսօրվա դրությամբ եկեք ճիշտ հասկանանք, վարկ ուզես 25 օրում չեն տրամադրում, որտեվ մեծ գումար է։ Եթե ես ուզենամ այսօր տանեմ իմ տունը գրավադրություն անեմ կոնկրետ 2 միլիոն դրամի համար, ինձանից ուզենալու են 45 տեսակի փաստաթուղթ, որ այդ տունը չգիտեմ, էսա այնա, որ մինչև գրավադրություն գնաց ասելու են գնա նոր տարուց հետո կգան կտանք ու ես կանգնելու եմ խնդրի առաջ։ Գոնե 6 ամիս ժամկետ 6 ամսվա ժամկետում, եթե մեզ բանը տվեցին, դրական պատասխան տվեցին, մենք պարտավորվում ենք, պարտավորված գանք բոլորս, մի մարդու պես, գրենք պարտավորագիր, պեկի հետ կլինի կառավարության ներքին գործերի, պարտավորվում ենք 6 ամսվա ժամկետում, բոլորս մի համուր կազմով, գնանք մաքսազերծենք, մի ամիս հետո կլինի, 20 օր հետո կլինի, բոլորս անելու ենք։ Այդ դեպքում կունենա պետությունը 100%-անոց մաքսազերծված մեքենա, որը ըստ պետական տվյալների 9000 է, բայց եթե մենք 15 րոպե կանգնենք ցանկացած սվետաֆորի տակ 1000-ատ ավտո անցնում է։ Կունենա 10000+ ավտո, որը մյուս տարի այս վաղտ կտա գույքահարկ, կտա կարմիր գծի հարկ, կտա, չգիտեմ, էկոլոգիայի հարկ հայկական բյուջեին։ Բայց եթե չելավ ստիպված բոլորը, մնացած բոլորը տանելու են, ասենց ասեմ, տանը ադրբեջանցուն, որովհետև Վրաստանի բազարի 90% ավտո վաճառողները ադրբեջանցի են, որոնք առիթից օգտվել են, այսօր մեր գնաց $5000 մեքենան, ասում են բերեք 1500-ով առնենք։ Այսքան բան։ Մեր վրացական պետհամարանիշների ռաստամոշկի համար արժեքը գնահատել են ռաստամոշկի 30%, բայց ոչ թե իրական շուկայական գնի, այլ մաքսային գնի 30%։ Հիմա մեր պայքարը նա է, որ լինի 10% ու մեզ ժամանակ տան, որովհետև այսօր մինչև դեկտեմբերի 31-ն է ժամանակը տված, ոչ մեկ այսօր վարորդների չունի այդ գումարը մինչև ամսի 30-ը, որ վճարի։ Գումարն էլ ահռելի գումարներ է կազմում, որ 2 միլիոնից բարձր։ Այսօր եթե մտածում է մեր ղեկավարությունը, որ 2 միլիոն սաղ տունը ունեն դրած բարձի տակ 2-3 միլիոն մինչև դեկտեմբերի 30-ը, հաստատ ոչ մեկս էլ չունենք։ Ու գալիս է մեր Հայաստանի շուկայական գներից բարձր է կանգնում, որ ստեղից կառնենք, էլի խենք գնում ընդեից էժան բերենք ու չենք բերև, մենք գործ չենք անում, չենք բերև վաճառենք, բերել ենք, որ մեր տան համար, մեր ընտանիքի համար դա ծառայի։ Զուտ մեր խնդիրը դա է։
մարդ կա ձեզ այն մոտիկացել է Չէ, մենք սպասում ենք, հեսա մենք դիմում հայց ունենք ներկայացած, որ հեսա պիտի կազմած, որ ներկայացնենք իրանց։ Սպասում ենք պետ նախարարը գա, աշխատանքի վայր, որ մենք մոտենանք։ Եթե չընդառաջը ձեր հաջորդ քայլեր։ Եթե չընդառաջի մենք կառավարության շենքի մոտ ենք հավաքվելու ու դրանից հետո չենք կարող ասենք մեր հետագա քայլերը ինչի ընդունակ կլինենք, ինչ կանենք, որովհետև այսօր ոչ մեկս այդ հնարավորությունը չունենք։ Ու մեզ ցեղ ժամանակ են տալի 25 օր այսօր ոչ մի վարորդ չի կարող դրա մեջ տեղավորվի։ Դուք ավտո ներկրող եք։ Չէ, ներկրող չենք, մենք մեր սեփական տան անձնական օգտագործման համար ենք բերել բոլորս։ Բոլորը վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդներն են։ Նույն խնդրի շուրջ։ Հա, նու կլինի մեջները երևի մի 10% որ կարողանա անի, որովհետև վինանսը թույլ մատորա 1-2-1-3 մատորներ է, որ քիչ է կազմում մի միլիոն 100,000 կարող է միտեղ տեղավորվեն, բայց այն որ 2,600,000-ից սկսում է։ Չգիտենք, այդ հարցին պետքա լուծում տան, որովհետև Եկուս մյուսօր մեր ժողովրդի համար պիտի մտածի մեր ղեկավարությունը, որ մի քիչ գոնե կարողանա լավ լինի։ Այո, նույն խնդիրն է բոլորիս մոտ։ Ուզում ենք հասկանանք, տնենք ոնց կարան ընդառաջեն ամենակարևորը ժամանակի մեջ ու տոկոսայինի մեջ էլ Այդ է ամբողջ խնդիրը։ Ներկրող եք թե Իհարկե ոչ։ Մի հատ ավտո ունեմ, իմ շահագործման համար եմ բերել։ Հենց հիմա իրանց ասած գնով որ անեմ, ստեյ շուկայականից մոտ 20%, 30% ավել է կազմելու։ Որը որ ձեռնտու չի բոլորիս էլ։ Միակ մեր ցանկությունը ուզածը է դա որ ընդառաջեն խելամիտ գին, բոլորս համաձայն ենք, որ Մաքսը զերծենք, շահագործենք մեր մեքենաները։ Ձեր հաջորդ քայլը եթե չընդառաջեն ինչ։ Հələ ընդհանուր խմբով կորոշենք էլի։ Կոնկրետ քայլ չունենք հələ որոշած։ Այո, օրենքի սահմաններում։